Արդեն 9 տասնամյակ է ինչ աշխարհի լավագույն համերգասրահներում իր հաղթարշավն է շարունակում Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից մեկը՝ Դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտը, որը ստեղծվելով 1936-ին գրեթե մեկ դարաշրջան մագնիսի ձգողականության ուժով գերում է տարբեր ժամանակների մեծագույն դաշնակահարներին։ Խաչատրյանի տուն-թանգարանը, որը նրա ժառանգության հանրահռչակման կարևոր բաղադրիչներից մեկը համարում է խաչատրյանական գլուխգործոցների նոտաների պարբերաբար վերահրատարակությունը, արևային էներգիան իշահ մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում իրականացնում է արդեն երկրորդ հրատարակությունը, որի արդյունքում 300 օրինակ տպաքանակով կտարածվի մաեստրոյի սիրված կոնցերտը։ Չնայած Խորհրդային Միությունում հաստատված փակ համակարգերին, Խաչատրյանի կոնցերտը շատ արագ հատեց միության սահմանները և հայտնվեց վիրտուոզ երաժիշտների ուշադրության կենտրոնում։ Արդեն 40-ական թվականներին իր հաղթարշավը սկսեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ դաշնակահար Ուիլյամ Կապելի կատարմամբ մեկ համեգաշրջանի ընթացքում 17 անգամ հնչել է միայն Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը եւ պատմում են, որ երբ նա դուրս էր գալիս բեմ կատարելու մեկ այլ դաշնամուրային կոնցերտ, ամերիկացի հանդիսատեսը պահանջում էր, որ հնչի հենց Խաչատրյանի կոնցերտը։ Կոնցերտի պրեմիերան տեղի է ունեցել 1937-ի հուլիսին։ Առաջին կատարողը ճանաչված դաշնակահար Լև Օբորինն էր։ Հենց նրան էր նվիրել Խաչատրյանը իր կոնցերտը։ Ինքը Խաչատրյանը գոհունակությամբ էր փաստում, որ այս գործն ընդգրկվել է երաժշտական կրթօջախների պարտադիր ծրագրում, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտերկրում։ Հատկապես բարձր էին գնահատում, որ մաեստրոն աշխարհի հետ խոսում էր մի լեզվով, որը խորապես կապված էր հայ ազգային երաժշտական ավանդույթին։ Սամուել Բարբերը հիշում է, որ իր առաջին տպավորությունը կոնցերտից այնքան շլացուցիչ էր, որ արդեն 20 տարի անց 1963 թվականին է նա գրում այս հոդվածը, նա այդ նույն տպավորության տակ է եւ ասում է, որ կարծում եմ, որ պատճառներից մեկը այն է, որ Խաչատրյանը խոսում է իր երկրի, իր ժողովրդի լեզվով։ Նաև Խաչատրյան տրիոյի երկարամյա համերգային փորձառությամբ Արմինե Գրիգորյանը նշում է, ինչպես եւ մաեստրոյի մյուս բացառիկ գործերը, այս կոնցերտը եւս երբևէ չի կորցնում իր հմայքը եւ բոլոր ժամանակներում ընդունվում է անվերապահ հիացմունքով։ Ես ինքս միշտ մեծ հաճույքով եւ մեծ պատասխանատվությամբ եմ կատարում այս կոնցերտը հասկանալի պատճառներով եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Պետք է ասեմ, որ մենք շատ հետաքրքիր նախագիծ ունենք, որը տարիներ շարունակ իրականացնում ենք, մեկ երեկոյի ընթացքում հնչեցնելով 3 կոնցերտները Խաչատրյանի ջութակի համար գրված Դաշնամուրի եւ Թավջութակի համար գրված կոնցերտ Ռապսոդիան, եւ դա լինում է մի երաժշտական տոնախմբություն, թե նվագախմբի համար, որը մեզ ընկերակցում է, թե լսարանի համար միշտ մեծ վայելք է դա։ Եվ նույն ծրագրի շրջանակում թանգարանն արդեն աշխատում է եւս 2 նոր հրատարակությունների վրա։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։